Ինչ վերաբերում է արդարադատությունից, բնականաբար Նիկոլ Փաշինյանի արդարադատությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես իրանք են վերաբերվում երկրին, հայ ժողովրդին եւ դատական մարմիններին, այսինքն մատների արանքով եւ նույնիսկ այսպես ձևակերպենք արդարադատություն եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակահատված դրանք որևէ աղերս չունեցող հայտարարություններ։ Դուք տեսեք դաշինք կազմեցիք Սամվել Կարապետյանի հետ, այս ընթացքում այսպես տարբեր թևերից կոչեր էին հնչում, որպեսզի ընդդիմություն ընդհանուր միանա, մեկ կամ երկու խոշոր ճակատով մասնակցի ընտրություններին, այդպես իշխանությունների վերարտադրությունը փորձելով կասեցնել, սակայն տեսնում ենք, որ ըստ էության այդ մեծ կոնսոլիդացիաները տեղի չունեցան։ Ունեք վերլուծություն, ինչ կասեք։ Դեռ վաղ է դրա մասին հայտնել, որովհետև բոլոր միացող ուժերը, համենայն դեպս դաշինքի 3 անդամ կուսակցությունները նոր համագումար են դրել եւ կարծում եմ դեռ վաղ ենթադրություններ պետք չի անել, հնարավոր են դեռևս միացումներ եւ միացում եւ լայն կոնսոլիդացիա ասվածը պետք չի պատկերացնել, որ բոլոր կուսակցությունների եւ բոլոր քաղաքական ուժերի միացում։ Կան քաղաքական ուժեր, որ մենք ինքներս չենք ցանկանա որ միանան։ Օրինակ գոյություն ունեն Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժեր, որ իրան չի կարելի համարել ընդդիմադիր ուժեր եւ չի կարելի նրանց ընդհանրապես կոնսոլիդացնել։ Հետևաբար այս կոնսոլիդացիան այս տեսքով կարծում եմ արդեն բավարար է Նիկոլ Փաշինյանին տապալելու համար։ Թեմայից դուրս մեկ հարց, քանի որ դուք ակտիվ ներգրաված եք, իրենց ողքին կանգնած եք, տնտեսվարողներ եւ ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ, ինչ-որ պահից դադարեցին այդ ակցիաները, խնդիրը լուծվեց, թե այնուամենայնիվ այդ մարդիկ այսպես մնացին, քանի որ նշում էին, որ ակցիաների ֆոնին իրենց օրինակ դիմակայված անձինք էին ջուր գնում, անգամ ԱԱՑ էին հրավիրում։ Տեղեկություններ ինչ եղավ ի վերջո նրանց ճակատագրի։ Ժամանակավոր դադար է, որովհետև նախընտրական ժամանակահատվածներում ինչ լինում են ժամանակավոր դադարներ եւ X փուլի հասարակական ակցիաներից եւ հասարակական գործունեություններից պետք է անցում կատարեն քաղաքական գործունեությունների։ Այսինքն նույն տնտեսվարող սուբյեկտների հանդեպ ռեպրեսիաների եւ նրանց հարկադրույքների ավելացումները, համատարած հայտարարագրման համակարգ եւ այլն, այո, դրանք հնարավոր է եղել ժամանակավորապես հետաձգել, բայց հասել ենք արդեն այնպիսի հանգրվանի, որից հետո քաղաքական է լուծում, այսինքն իշխանության հեռացում, որպեսզի խնդրի վերջական կարգավորում տեղի ունենա։ Հետևաբար թողնել ենք ժամանակավորապես հասարակական եւ այդպես քաղաքացիական ակցիաների ֆորմատով պայքարը եւ անցում ենք կատարել քաղաքական պայքարի։ Այդ քաղաքացիների ճակատագիրը։ Քաղաքացիների ճակատագիրը քաղաքացիներ փակել էին իրենց գետերը, այսպես ասած, շարունակվում է, որովհետեւ հարկային բեռը տանելի չէ տնտեսվարողների համար, նամանավանդ միկրո եւ փոքր բիզնեսի համար։ Տեսեք, խոչընդոտները բազմաթիվ են, սկսած on-line առևտրի շարունակական աճից, որոնք խոչընդոտում են off-line առևտուրներին, վերջացած հարկադրույքներով, բանկային տոկոսադրույքներով, վարձավճարների թանկացումները, դրանք բոլորը խոչընդոտներ են։ Բայց քանի որ ժամանակավոր են եւ բոլոր ունեն ակնկալիքներ, որ շուրջ 1.5-2 ամսից տեղի կունենա իշխանափոխություն եւ հնարավոր է adekvat տնտեսական քաղաքականության շնորհիվ վերականգնել փոքր եւ միջին բիզնեսի, այսպես բիզնես միջավայրերը, հետևաբար բոլորը ժամանակավորապես այսպես հանգիստ սպասում են։ Պարոն Սարգսյան, ձեզ ցուցակի հրապարակված ցուցակի առաջին 3 տասնյակում չտեսանք, ինչով է դա պայմանավորված եւ լինելու է ցուցակում որերը։ Չեք էլ տեսնելու, հաջորդին էլ մի փնտրեք չեմ լինելու, որովհետեւ իմ գործունեության նպատակը չի եղել պատգամավորական մանդատը կամ որևէ պաշտոն ստանձնելը։ Գիտեք, եթե նպատակը Հայաստանի Հանրապետության զարգացումը եւ հարատևումն է, դրա համար կան բազմաթիվ գործիքներ։ X փուլի եթե պետք կլինի, այդ տեսեք ես նոր նկարագրում էի գործընկերոջը, որ կամ պայքարի տեսակներ, հասարակական պայքար, քաղաքական պայքար եւ այլն։ Եթե մենք խնդիրը կարողանում ենք ախտորոշենք եւ դա իրականացրել ենք, խնդիրը նկարագրում ենք, այնուհետեւ լուծման ուղիները տրամադրում ենք, ակնկալվող արդյունքները հիմնավորում ենք, եթե կա կատարող մարդ, ապա մենք մեծ հաճույքով ուղղակի խորհրդատուի դերում անդադ կառավարություններին կուղղորդենք, որպեսզի Հայաստանի ի նպաստ Հայաստանի Հանրապետության գործեն։ Վերջնական օղակում, եթե տեղի է ունենում խնդիր, այսինքն կատարողը կոմպետենտ չի եւ չի կարող խնդիրը լուծել, արդեն ստիպված է լինում այդ թվում կադրային քաղաքականության մեջ ներգրավել, անձամբ կամ քո թիմակիցների տեսքով։ Հետևաբար եւս մեկ անգամ հայտարարում եմ, ընդհանուր պատգամավորական ցուցակում ինձ փտրելը անիմաստ է, այս փուլում ես չեմ գտնում, որ պատգամավորական գործունեություն ծավալելու այդպես իմաստը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։